Այլ հայացք ԱՄՆ-Իրան բանակցություններին։ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումը Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքական առաջնահերթություններից էր դեռ նախընտրական շրջանում։ Վերընտրվելուց հետո Թրամփը վերահաստատեց թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ունենա եւ վերականգնեց Թեհրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունը։ Մարտին Սպիտակ տան ղեկավարը նամակով դիմեց իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիին, առաջարկելով բանակցություններ սկսել նոր միջուկային համաձայնագրի շուրջ։ Ըստ ամերիկյան կողմի Իրանն ունի 2 ամիս ժամանակ համաձայնության հասնելու համար, հակառակ դեպքում կարող է դիտարկել Իրանի միջուկային օբյեկտներին ռազմական հարվածներ հասցնելու սցենարը։ Իրանի ղեկավարությունն ի սկզբանե մերժեց ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների առաջարկը, չհրաժարվելով անուղղակի շփումների տարբերակից, ինչն էլ դարձավ իրականություն։ Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի եւ Իրանի պատվիրակությունները ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի եւ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի գլխավորությամբ մի քանի հանդիպում են անցկացրել Մուսկաթում եւ Հռոմում։ Բանակցությունները եղել են անուղղակի, պատվիրակությունները գտնվել են տարբեր սենյակներում եւ Օմանի արտգործնախարարն է ապահովել նրանց մոտեցումների եւ դիրքորոշումների փոխանակումը։ Կողմերն ունեցել են նաեւ համեմատաբար կարճ ուղիղ շփումներ։ Վաշինգտոնը եւ Թեհրանը բանակցություններն ընդհանուր առմամբ դրական են գնահատում, շեշտում մի շարք հարցերի շուրջ հնարավոր է եղել հասնել փոխըմբռնման։ Միջնորդություն իրականացնող Օմանի արտգործնախարարի գնահատմամբ էլ բանակցությունները թափ են հավաքում եւ այն, ինչ նախկինում քիչ հավանական էր, այժմ հնարավոր է թվում։ Դրա վկայությունն են նաեւ բանակցային գործընթացում տեխնիկական թիմերի ներգրավումը։ Չնայած այս ամենին շոշափելի ճեղքման մասին դեռ վաղ է խոսել։ Անդրադառնանք կողմերի դիրքորոշումներին։ Բանակցությունների առանցքային հարցը Իրանի միջուկային ծրագիրն է։ 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Իրանը միջուկային համաձայնագիր կնքեցին, որը Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց ենթադրում էր պատժամիջոցների վերացում։ Դոնալդ Թրամփը առաջին անգամ ստանձնելով նախագահի պաշտոնը 2018 թվականի մայիսին դուրս եկավ համաձայնագրից եւ վերականգնեց Իրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան 2019 թվականին Թեհրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին, հրաժարվելով մասնավորապես միջուկային հետազոտությունների սահմանափակումներից եւ ուրանի հարստացման մակարդակից։ Այս ընթացքում Իրանն ակտիվորեն զարգացրել է միջուկային ծրագիրը, աննախադեպ մակարդակի բարձրացնելով ուրանի հարստացումը։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տվյալով իրանական կողմն արդեն ունի բավարար քանակությամբ հարստացված ուրան կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու համար, թեև Իրանը հերքում է նման հավանականությունը։ Այժմ Թրամփի վարչակազմը ձգտում է Իրանի հետ հասնել միջուկային նոր գործարքի, սակայն Վաշինգտոնից արվող հայտարարությունները ոչ միշտ են միանշանակ։ Երբեմն հնչում են Իրանի կողմից ուրանի հարստացման ծրագիրն ամբողջությամբ դադարեցնելու պահանջներ, երբեմն էլ ընդունելի է համարվում դրա սահմանափակումը։ Ամերիկյան կողմը պահանջում է նաև ստեղծել հարստացված ուրանի արտադրության ստուգման համակարգ, ինչպես նաև վերահսկողություն հրթիռների միջուկային ռումբի հնարավոր արձակման մեխանիզմների նկատմամբ։ Միացյալ Նահանգները նպատակ ունի նաև զսպել Իրանի աջակցությունը տարածաշրջանային տարբեր ուժերի եւ խմբավորումների, մասնավորապես Հեզբոլլահին եւ Հութիներին, եւ այդ հարցը եւս բարձրացնում է բանակցությունների շրջանակում։ Իրանի հետ կապված Թրամփի վարչակազմում նկատելի է նաև երկու թևի բաժանում։ Փոխնախագահ Վենսը, հատուկ բանագնաց Ուիթկոֆը եւ Պենտագոնի ղեկավար Հեքսեթը կարծում են, որ Իրանի միջուկային ծրագրի լիակատար դադարեցման պահանջը կհանգեցնի բանակցությունների տապալման, հաշվի առնելով, որ իրանական կողմի համար դա կարմիր գիծ է։ Նրանք փոխընդունելի լուծումներ գտնելու կողմնակից են։ Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայք Ուոլցը եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոն թերահավատորեն են մոտենում գործարքի հնարավորությանը։ Նրանց կարծիքով այսօր Իրանը թույլ է առավել քան երբևէ եւ Միացյալ Նահանգները չպետք է զիջումների գնա։ Իսկ եթե Թեհրանը մերժի Վաշինգտոնի պայմանները, ապա պետք է ռազմական հարված հասցնել կամ աջակցել Իսրայելի հարվածին։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա իրանական կողմը բազմիցս հայտարարել է, որ իր միջուկային ծրագիրն ունի բացառապես խաղաղ բնույթ եւ երբեք նպատակ չի ունեցել եւ չունի միջուկային զենք ստեղծել։ Թրամփի կողմից նոր գործարք կնքելու առաջարկն ի սկզբանե բացասաբար ընդունվեց Թեհրանում։ Իրանական կողմը նշում էր, որ չկա որևէ երաշխիք, որ Թրամփը կպահի պայմանավորվածությունները եւ նորից դուրս չի գա գործարքից, ինչպես վարվեց 8 տարի առաջ։ Այս դիրքորոշման փոփոխության հարցում զգալի դերակատարում ունեցավ Միացյալ Նահանգների կողմից Իրանի միջուկային օբյեկտներին ռազմական հարվածների հնարավոր ռիսկը, որին Թեհրանը ստիպված կլիներ պատասխանել։ Իրավիճակի նման էսկալացիան անկանխատեսելի իրավիճակ կարող է ստեղծել ինչպես ամբողջ տարածաշրջանում, այնպես էլ Իրանում։ Նման պայմաններում բանակցությունների մեկնարկը Թեհրանի համար կարևոր է նախ եւ առաջ հնարավոր ռիսկերի կառավարման տեսանկյունից։ Ինչ վերաբերում է միջուկային ծրագրին, ապա իրանական կողմի համար այս հարցում կան հստակ կարմիր գծեր։
բարձր մակարդակով արդեն հայտարարվել է, որ ծրագրի ամբողջական դադարեցումը բացառվում է, սակայն Թեհրանը պատրաստ է քննարկել սահմանափակումների հարցը իր դեմ միջազգային պատժամիջոցների չեղարկման դիմաց, ընդ որում այդ գործարքը պետք է լինի արագ եւ շոշափելի։ Իրանի համար առաջնահերթ կարևորություն ունեն հատկապես այն պատժամիջոցները, որոնք ազդում են իրանական նավթի արտահանման եւ արտասահմանյան ֆինանսական հաստատություններում ծառայված ակտիվների հասանելիության վրա, որոնք ըստ տարբեր գնահատականների կազմում են 100-ից 120 միլիարդ դոլար։ Ըստ իրանական կողմի բանակցությունների շրջանակում Միացյալ Նահանգները պետք է ձեռնպահ մնա Իրանի պաշտպանական արդյունաբերության հետ կապված հարցերի բարձրացումից, ինչը Միացյալ Նահանգների մերձավոր արևելյան դաշնակիցները համարում են սպառնալիք իրենց անվտանգության համար։ Փորձագետները չեն բացառում նաև, որ այս բանակցային գործընթացով Իրանը փորձում է ժամանակ շահել։ Հոկտեմբերի 18-ին լրանում է Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնման մեխանիզմի ժամկետը։ Այդ մեխանիզմը թույլ է տալիս 2015 թվականի միջուկային համաձայնագրի անդամ ցանկացած երկրի միակողմանիորեն վերականգնել Իրանի դեմ ՄԱԿ-ի բոլոր պատժամիջոցները, եթե նա կարծում է, որ Թեհրանը խախտում է համաձայնագրի պայմանները։ Միացյալ Նահանգները դուրս է եկել համաձայնագրից։ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ Իրանը ռազմավարական գործընկերություն է զարգացնում։ Ստեղծված իրավիճակում կարևոր է, թե ինչպես կդիրքավորվեն Լոնդոնը, Փարիզը եւ Բեռլինը, ու պատահական չէ, որ օրերս Իրանի արտգործնախարարը պատրաստակամություն հայտնեց միջուկային ծրագրի շուրջ վերսկսել քննարկումները եվրոպական եռյակի հետ։ Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումներում կարևոր է նաև Իսրայելի գործոնը, որը պահանջում է դրա ամբողջական դադարեցում։ Միացյալ Նահանգներ Իրան բանակցություններն Իսրայելում առանձնապես մեծ ոգևորություն չեն առաջացրել։ Իսրայելական կողմը ռազմական սցենարի կողմնակից է եւ ըստ միջազգային լրատվամիջոցների արդեն պատրաստում է միջուկային օբյեկտների հարվածի հնարավոր տարբերակներ, սակայն այս հարցում որոշիչ է գլխավոր դաշնակցի Միացյալ Նահանգների համաձայնությունը։ Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ չնայած Միացյալ Նահանգներ-Իրան բանակցությունները շարունակվում են, մի շարք հարցերում կողմերի դիրքորոշումները դեռ բավական հեռու են։ Օրինականորոշ է, թե ինչ պետք է անել արդեն իսկ հարստացված ուրանի հետ։ Այն պետք է մնա Իրանում, թե տեղափոխվի երրորդ երկիր։ Իրանի հրթիռային ծրագրի համար լինելու են սահմանափակումներ, թե ոչ։ Արդյոք պայմանավորվածությունների կատարման վերահսկողությունն իրականացվելու է միայն ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից, թե այլ կառույցներ ևս կներգրավվեն։ Չնայած այս ամենին բանակցային գործընթացն արդեն իսկ կատարել է կարևոր խնդիր, համեմատաբար նվազեցնելով տարածաշրջանային նոր էսկալացիայի ռիսկերը, ինչը ռազմավարական կարևորություն ունի նաև Հայաստանի համար։